Facebook-յան օգտատեր Գևորգ Գրիգորյանը հանդես է եկել տեսաուղերձով 3 ապրիլի 24-ին։ Վերջինս խոսել է 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործության մասին, նշելով, որ ինքը ամեն տարի կրկնում է, որ որպես այդպիսին հարևան Թուրքիայի պետություն ինքը չի ճանաչում, քանի որ նրանք գողացել են մեր հողերը, սպանել են և կոտորել են մեր նախնիներին։ Գևորգ Գրիգորյանի խոսքով, սակայն այսօր որպես այդպիսին այլ կոտորած է տեղի ունենում։ Երկրի գերագույն հրամանատարն ասում է, որ եթե ինքը չընտրվի, ապա Թուրքը կկոտորի մեզ։ Գևորգ Գրիգորյանի ոնց որ Նիկոլ Փաշինյանն է ասում, որի համար ես ասում եմ, նրան պետքա ցմահ դադվեն, որ ասում է, եթե ես չընտրվեմ, խաղաղություն չի լինի։ Հիմա նշանակում է մեկ անձով դրված է մեր երկրի լինել եւ չլինելու հասկանում եք, սա աբսուրդ է։ Մենք չունենք ոչ մի ինստիտուտ, ոչ մի գործող ինստիտուտ, ոչ մի կառույցներ, որը պատասխանատվություն են իր լոշտակ ականջներից բռնելով պատասխանատվության բերել եւ ասել այս սրիկա ի՞նչ է նշանակում, եթե դու չլինես, նշանակում է, եթե դու չլինես, Նիկոլ Փաշինյան, բաղը եթե գցենք դու չլինես, սենց ասեմ, հա, նշանակում է մենք վաղը չենք ունենալու Հայաստանի Հանրապետություն, մենք չենք ունենալու ժառանգության պահանջելու իրավունք, այսօր ես տեսա, ես ուղղակի ասում եմ, դա մի անձնավորություն է, մի քանի անձնավորություններ կան այսօր, որ ես լսում եմ դրանց ձայնը, ես ուղղակի ոչ թե խախտվում եմ, ես ուղղակի զզվանք եմ ապրում, ասելով, որ ինչի եք դրոշները վառում Թուրքիայի, ինչի եք ջահերով ցույց անում։ Ես հիմա պետք է կոպիտ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի պես մտածողներին, то բոզի տղա։ Ինչ է նշանակում չբարձրաձայնել։ Ինչ է նշանակում ջահերը չվառել կամ Թուրքիայի դրոշը չվառել։ Թուրքիայի դրոշը պետք է ոչ թե վառվի, այլ պետք է ավելի ուրիշ ձևի պղծվի, որ նրանք սպանեցին 1,5 միլիոն մեր պապերին, մեր տատերին, հարյուրավոր սերունդ են բնաջնջել ու այսօր մենք պետքա սուս մնանք։ Դուք հասկանում եք, սա ավելի բետար գենոցիդ է սուսը երկու բան ունի, գործողություն ունի։ Առաջինը դա համաձայնության նշան է, երբ որ դու լռում ես, երկրորդը դու քո վախկոտությունն ես ցույց տալի, որը որ դու վախկոտ բոզի տղա ես, Նիկոլ Փաշինյան։ Ինչ է նշանակում հալալ են տղեկին, որ կներեք ինձ տեղ հալալ են տղեկին, որ համ ջահերն են վառել, համ մոմերն են վառել, համ դրոշն են վառել։ Ես ձեր ցավը տանեմ, հենց էդի հայի գեն կոչվածն է, Աստվածաշունչին սովորացրել է ճշմարտության համար մի վախեցեք։ Մենք չենք քարոզում որևէ ատելություն կամ որևէ բան, այլ մենք բարձրաձայնում ենք իրականությունը։ Մենք բարձրաձայնում ենք ճշմարտությունը։ Պատկերացրեք 111 տարի մի պահ արեք հետ գնանք։ Սա մեր տունն է, մենք ապրում ենք այսօր։ Երեխայիդ, հորդ, մորդ, քրոջդ, հայրենակիցներին քո աչքի դեմ վառ, մենք իշկանում ենք լավ մեր պապերից եւ տատերից, որ այսօր շատ բոզի տղեկ ասում են դա անցյալ է։ Լսեք արա։ Դուք իրանցից լավը չեք, որ դուք այսօր վայելում եք ինչ Նիկոլի բերած այս սուտ խաղաղությունը եւ մոռանում եք այն ջարդն ու ավերածությունը։ Վաղը նորից եմ ասելու, ով որ մոռացավ, ես մի բան եմ ուզում ասեմ եւ այս եթերը պահելու ենք, որտեղ ես գիտեմ, որ այս եթերը համապատասխան տեղնել է գնում։ Ես մի բառ եմ ուզում ասել, անիծված լինի այն մարդը, դա գլինի հայ, թե որևէ մի երկրացի, որ կուրանա հայոց ցեղասպանությունը, որ կուրանա մեր հայկական հողերի եւ եկեղեցիները, անիծված լինի այն մարդը։ Եվ ես մի բառ եմ ասում իմ կողմից, եւ ես դրա պատասխանը 24 ժամ պատրաստ եմ տալու լուբոյ տեղ։ Ես ասում եմ իմ կողմից, որևէ մեկը անկախ իր կուսակցությունից կամ որևէ անկախ իր ապրելակ դիրքից կուրանա հայոց ցեղասպանությունը, եղերնը եւ կուրանա ասելով, որ դա անցյալ է, որ արեք առևտուր անենք Թուրքի հետ,
Ես քեզ լաբավո իմ եթերով ասում եմ, դու բոզի տղա ես։ 24 ժամ պատրաստ եմ այդ հային կամ որևէ մի ազգի ներկայացուցիչի իմ աչոտը տալու իրա դեմ։ Չի կարող։ Ինչ է նշանակում, պատկերացա քո երեխուն 111 տարի հետ են գնում, քո երեխուն սպանել են, ու դու այսօր ասում ես, որ արեք մոռանանք ու սկսենք առևտուր անել։ Այս առևտրականի հոգեբանությունը, քյաբաբ ուտելու հոգեբանությունը, բաժակաճառ, բախտ նայող, չգիտեմ, 250 տեսակի աղանդավոր այս ճյուղերը, որ բաց է դրել եք, այս ինչ եք սարքես ազգին։ Այս ինչ Բաբելոն եք սարքես ազգին։ Քյաբափով ու բաժակաճառով երկիր եք փրկում։ Ես հեսա կանցնեմ այդ օլիգարխներին եւ ես շատ երկար ես լռել եմ ոչ թե ասելու բան չկար, իհարկե ասելու շատ բան կա։ Ուղղակի այն աշխատանքը, որ ես արել եմ եւ դրել եմ, Տիրոջ ողորմությամբ, ես սպասում եմ դրա պատասխանին, բայց որ ես պետք է պատասխանեմ այսօրվա այդ օլիգարխներին, նախկին, ներկա, համապատասխան, չգիտեմ, մեր ձևով Սերժի անգժներն երևում ամենտեղ կամ Քոչարյան կամ Նիկոլ Փաշինյան, այս ամենը իրար հետ են կախված։ Չի կարա օլիգարխը երկիրը թալանած ու ասի, որ ես եթե գամ լավ ա լինելու։ Ու որևէ մեկը չի խոսում ժառանգության մասին, որևէ մեկը չի խոսում ասելու, որ լավ, եթե դու գալիս ես, ինչ ես անելու։ Որևէ մեկը չի խոսում այս օլիգարխներից, նախկիններից եւ այս ներկաներից, չնայած ներկան ասում է սուս մնացեք, ես ինչ եք անում։ Ես դաժե ոչ թե կասկածում եմ, հիշեք այսօրը համոզված եմ, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, նա արգելելու է ցեղասպանության բառ ասելը, նա արգելելու է եւ դրա համար քրեական դատա հասնելու այն մարդուն, որ ջահը կամ որևէ մի թուրքական դրոշ վառելու, հիշեք այս խոսքս։ Սրանք պատրաստ են ամեն ինչ անելու, որ մտցնեն վերջնականորեն Թուրքիայի հպատակության տակ եւ անելու են ամեն ինչ, որ մաքրել ժառանգությունը, այս ժառանգությունը, որ մենք ունենք մեր ձեռքերում օրինական։ Նշանակում է մտնելու են աշխարհի ամենամեծ նոտարական, սենց ասեմ, գրասենյակը, ասելով, որ մենք ախպեր հրաժարվում ենք մեր ժառանգությունից։ Սա է այս բոզի տղեկի ուզածը։ Դրա համար իմ կոչը, լինելով հայի գեն կրող, հայ տղա, լինելով Ավստրիայի ընտրված սենատոր, ես պահանջում եմ մեր հայրենակիցներից, որ բոլորս միասին պահանջենք մեր ժառանգությունը, օրինական ժառանգությունը եւ տերը կանգնել մեր ժառանգության, ոչ թե տեր կանգնենք խաղաղության։ Ինչի հաշվում ես դու կայնում խաղաղություն ես ուզում, ինչի հաշվին, 5000 հոգի սպանես 35% հողերը տաս ասես ես խաղաղություն եմ բերել, բոզի տղա, ես ում ես դու խապում արա, ում ներ տաս խաղաղություն կտա քեզ, ում ներ տաս հետդ լավ գլնի, գցենք այսօր պատկերացնում եք 12 ամիսը ունի 4 սեզոն, այսօր Ադրբեջանի համար 4 սեզոնն էլ ամառա բերքա բերում, որ կողմից թեթվում է հողավ է կալը, որ կողմից թեթվում է բերքա քաղում, ու այս բոզի տղա կոչվածը ու ասում է ես խաղաղություն եմ բերել, դու դուս կնգան չես կարում բերես, արա, երկրորդ շանս ես խնդրում, դու ո՞ս կարաս խաղաղություն բերես, այ մարդասպան մանիպուլատոր, քո նման բոզի տղեն պետք է ցմա դադվի, ու քո նման մտածող բոզի տղերը պետք է ցմա դադվեն, որ ուրանում են մեր Արցախը, ինչ եղավ Արցախի հարցը, 150,000 հոգի այդ մարդկանց եղածը, կալվածքը, այդ ամառը նույնն է կրկնում, դուք հասկանում եք սիրելի հայրենակիցներ,
Մենք նույն ցեղասպանությունն ենք ապրել հայի ձեռներով։ Եւ այն վախտելա նույնը հայի տականքի ձեռներով եղետ ամեն ինչը։ Այն վախտելա Թուրքի հետ հաշվի նստել, այն վախտելա գավառական մտածելակերպել է։ Արա դե այս քաղաքը ջարդում են, բայց այս քաղաքը ստեղ մտավորականներ, ստեղ հարուստներ են, մենք թուրքերի հետ բիզնես ենք անում։ Արա թարգեք է առևտրականի հասկացողությունը, անում ես արա քո երկրի շահի համար։ Ինձ շատերը ասեն, ես ասեմ բոզի տղեկ, մեկ էլ ինձ չասեք, որ լավ ալինելու, առևտուր ալինելու։ Քանի անգամ ես լսացել եմ արդեն ասում են, եւ ինչ վատավոր առևտուր, ինչ առևտուր, ում այրան գնի, 1,5 միլիոն այրան գնի, թե հազարավոր այս 35 տարվա Արցախի այրան գնի դեմ եք ուզում առևտուր անեք, դուք չարչի չեք արա։ Դրա համար ես ասեցի, որ պետք է հայը գենետիկական տեստ անցնի։ Այն ժամանակ խոսանք, ինչ կարելի է գենետիկական տեստով հայը, մաքուր գենետիկական հայը չի կարա խոսա առևտրից, չի կարա խոսա քյաբաբից, չի կարա վադություն անի հայը հային։ Իշքան լավ հայեր կա նստում են վրեկները գրում են բոզի պես։ Իշքան բոզի տղակա գալիս է երգիրը եւ փորձում է այսօր երգիր կառավարի։ Ու այսօր օլիգարխները փորձում են երգիրը փրկել։ Արա փրկողեք, բա այդ 44 տարվա պատերազմի վախտի չփրկեցիք։ 40 օրվա պատերազմի վախտի չփրկեցիք։ 35 տարի առաջ ինչ էիք անում։ Բա վերցնեիք, հաստատեիք։ Հիմա ես նորից հարց եմ տալ այդ բոլոր այդ ընտրություն գնացողներին, որ մեկն է Արցախի համար պատասխանատուն վեկալում իր ձեռքը, պատասխանատվությունը որ մեկը, ոչ մեկը։ Դուք գալու եք վերջնականորեն, ես ասում եմ, սա շատ մեծ առևտուր է։ Ես այս ընտրությունները 1 տարի առաջ ասել եմ, սա մեծ առևտուր է, եւ ես գիտեմ ինչ առևտուր է գնում։ Ես գիտեմ ինչ առևտուր է գնում։ Որովհետև սա վերջնական գինն է տրված, ով որ վերցրեց նրան է այդ գինը հասնելու։ Մենք կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը։ Եվ Նիկոլը երկու կողմից էլ կրած դուրս է գալու։ Եթե մեր ձևովը կամ օլիգարխ կամ որևէ մի sense նախկին, հա, sense չգիտես ականջները որդուց են, եթե նրանք կան Նիկոլը փախնելու է 100%, ասելու է որ պատերազմը սկսեք։ Սա Եվրոպայում աշխարհում ասելու ամերիկան հաստատել ես ասեցի որ ձեզի եթե ես չընտրվեմ պատերազմ անելու լես էսի նույն ես դրա հետևը տեսնում եմ ախր ականջներ Սերժ քո շախմատի խաղն է այն կողմից էլ ես ուզում կրած անես այս կողմից էլ ես կրած ուզում անես երկուսն էլ քո դրած ֆիգուրներ են ոչ թե երկուս այլ մի քանի ֆիգուրներ են ֆռում Նշանակում է սիրելի հայրենակիցներ, եթե հիմա Նիկոլը մնաց, ես պատկերացնում եմ մեր հայրենակիցների իրավիճակը, խայտարագություն ենք ապրելու, այն ինչ որ կատարվել է 15 թվին, դա արժանապատվություն էր, որ երեխեք է Մուսալերան 40, որ մայրը կապում էր և ասում էր, ես քրիստոնյա եմ, Ես ընտրել եմ Հիսուս Քրիստոսին, ես չեմ մնալու թուրքի ձեռի տակ եւ հլը գցել են իրանցը սարից եւ ինքնասպան են եղել։ Դա էր արժանապատիվ հայի տեսակը։ Այս բոզի տղեկը եթե մնացին, սիրելի հայրենակիցներ, այս ձևի հայը իր տեսակով չի ապրելու նվաստացված, քան իր այս բոլոր 5000 տարիների մեջ։ Ես ասում եմ, Էսի մեզի սարքելու է, ոչ թե սարքելու է, այ օրենքով ստիպելու է դառնաս տրապկա։ Հայելելը դառնալու է մի հատ անտիկվար սես մի բան։ Հենց դու խոսած քո բերանը փակելու են, հենց խոսած քեզ նստեցնելու են։ Հենց որ քո ժառանգությունը Նիկոլը տանում է դրան, հենց քո ժառանգությունը վերցրեց քո ձեռքից։ Քո իրավունքը, քո հայ տեսակը Քո նախքին քո անցյալի պատմության ժառանգությունը հենց վերցրեց այս բոզի տղեն մեր ձեռից Մենք էլի եմ ասում մեզ տարբեր երկրներից վերցրել տանել են Բաքու Անելու է էսի մենք ասել ենք չէ անելու է էսի Եվ եթե
հանկարծ որոշեց, որ երկրորդ կամ երրորդ ֆիգուրը պետք է գա, ինքը դուրս է գալու, գնալու է X երկիրը եւ ուղղակի մի քանի օրվա մեջ սկսվելու է պատերազմ Սյունիքի եւ մնացած այդ տարածքների վրա, վերցնել են եւ ինքը արդարանալու է եւ հենց դրան է տանում, արդարանա, որ ես ճիշտ եմ, ես ձեզ ասում եմ ինձ ընտրեք։ Հիմա գցել է մարդկանց մի երկու կողմից անկյուն, գնալու տեղ չունես, բայց մենք ունենք գնալու տեղ։ Այսօր մեր հայրենակիցը եւ սփյուռքը կարա կանգնի ոտքի եւ ժառանգությունը պահանջի։ Հրաժարվի օրենսգիրքը փոխելուց, հրաժարվի Նիկոլից եւ նախկիններից ու այս օլիգարխներից, արա լավ մենք նյուժել ես 30 տարվա մեջ մի հատ գրագետ, մի հատ նորմալ, մի հատ հայի գեն կրող, արժանապատիվ մարդ չունեցանք այս ամեն ինչի մեջ։ Մեկը կայնեմ ասում է բոզի տղալն եմ, թե ես մտնեմ քաղաքականություն, հետո մտնում են։ Մեկն ասում է մեր ձևով, հետո էդի մտնում են։ Բա ուր էիք այն ժամանակ։ Ուր էիք, գցենք օգնություն տալով, ասում են, էս են արել, են են արել։ Արա ես էլ գողնամ, գցենք պատկերացնում եք 1 միլիոն գողացել է, 200,000-ի օգնություն են ղրկի, 800,000 դել են իրաց ջբերը։ Ու էդի նշանակում է բարեգործություն։ Արա դուք հարկերը տվեք։ Ձեզնից ես ասեմ, արա թարգեք հայաց, թարգեք մուրասկանությունը։ Թարգեք մուրալը։ Ես զզվելով զզվում եմ, ես քանի աղբերների ու այդ հոգևոր դաշնաստեմ, արա մի նկարեք այդ մարդկաց, որ այդում եք երկու տոպրակ եք առնում, մտնում եք, եթե ցույց եք տալի այս ընտանիքը կամ այս դոմ, մի արեք էդի։ Անում եք Աստվածաշունչն ասում է, եթե աջ ձեռդ լավություն անեմ, ձախդ թող չիմանա կամ հագարակը։ Ես զզվելով զզում եմ խոսալ օգնության մասին, որտեղ այն ինչ որ ես իմ տարիներով արել եմ, ես գիտեմ անձը ու իմ Աստված։ Ցույց ենք տալի մեր մուրասկան տեսագարա հայը մուրասկան տեսակ չի։ Հայը քյաբաբի համար չի կանչված։ Հայը չի կանչված նարդի խաղա պլանը բերանը երեխուն ասի ազիզչան չծխես, բայց պլանը բերանին երեխուն ասում է չծխես, բայց ինքը պլանա ուռան։ Երեխուն ասում է էսի չանես, բայց ինքը թևերնա լցեմ, քթերնա քաշը։ 14 տարեկանին ասում արի տանեմ աշկերդ բացել տանեմ ստրիպտիզ կլուբ, տանեմ կոպիտ ասած Լևի, ասում է տանեմ երեխուս աշկերը բացեմ։ Չի ասում տանեմ երեխուս համար աղոթեմ, հոգևոր դաշտը բացեմ, գաղափարը լցեմ, որ հասկանա ինչ աշխան ժառանգություն, վաղը թուրքը չգա իրա ու իր ընտանիքին պղծի։ Նորից եմ ասում, մենք իշքանով ենք լավ են 1,5 միլիոնից։ Տոշնի քանակը մնացել ենք, սիրելի հայրենակիցներ, 1,5 միլիոն ժամանակ էին մաքուր հայերից 1,5 ավելի բնաջնջը, այսօր որ Հայաստանում մաքուր հայ մանգաս 1,5 միլիոն հազիվեր մնա։ Մեկին մեկ ճիշտ այսօր բերե հասցել են դրել են տեղը, որ միանգամից այդ էլ հարցը լուծեն ու պրծնեն։ Ու այսօր 15 միլիոն հայը իրան հարց չի տալի, լավ, ջահը վառեցինք, մոմը վառեցինք, դրոշը վառեցինք, մեր ասելիքը ասացինք, հետո ես միշտ հարց եմ տալի, հետո հաջորդ քայլը ո՞րն է։ Իմ հաջորդ քայլը ես իմ դեմ դրած այն աշխատանքը որ դրված է, ես իշխանով կարողանում եմ, կատարում եմ։ Եթե մեկը կուզենա հարց տա, թե ինչով ենք զբաղվում, մենք կարանք այսպես բացենք պապկեր, ասենք էս արել ենք, էսի չի ստացվել, էս ենք արել կամ էս ենք փորձում արել։ Նույնը ես հիմա բարձրաձայնում եմ եւ բարձրաձայնում եմ տարբեր տեղերում, ասելով մեր իրական պատմությունը, մեր գենետիկայի մասին, մեր թագավորների մասին, մեր եկեղեցու մասին։ Ես փորձում եմ խոսել ինստիտուտների մասին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ մի հատ առողջ ինստիտուտ, առաջին ինստիտուտը եկեղեցին, երկրորդ ինստիտուտը թագավորական ինստիտուտը, երրորդ ինստիտուտը բոլոր համակարգային ինստիտուտը ոչ մեկ բռնաբարված խայտարակեղած վիճակա։ Մտնում ես այն եթերը նրանա քրվում, մտնում ես այն եթերը նրանա քրվում ու մենք ասում ենք թուրքը մեր գաղտնիքը գիտի։ Թուրքը ինքը ուղղակի նստած խնդում է,
Եվ իր դեմ ժամանակ դրած ասում եմ սրանք իրանք իրաց կփրթեն։ Մեզ պետք չէ ցեղասպանություն, նո։ Աշխարհը արդեն տենում է, սա կամերայա դրած, մեզ պետք չէ իրանք իրանցով։ Գցենք Գագո Մելքոնյանի պես բոզի տղեն ասում Արցախը մերը չի, բայց ինքը գեներալ է։ Որև մեկը չի կանչում, ասի բոզի տղա, ինչի մարես դու գեներալ։ Հայաստանի Հանրապետությունը վերջի անգամ երբ է կռիվ ունեցեք, գցենք որև մի պետության հետ, ունեցել է Արցախը, Գագիկ Մելքոնյանը դարել է գեներալ։ Հիմա մեկը չկա դրան ասի առողջ մտածելակերպ տղա, ասի այ բոզի տղա, որ ես ասում եմ, իմ եթերով ես եթերը ուղարկեք Գագիկ Մելքոնյան բոզի տղա կոչված, ասեք բոզի տղա, որ դու գեներալ ես դառել, ո՞նց ես դառել, արա գեներալ։ Ո՞նց ես դառել գեներալ, ում հաշվին քնարել գեներալ դառալ։ Դու Արցախյան պատերազմ ես անցել, ճիշտ է, ճիշտ է։ Բա բոզի տղա, կամ պետք է հիմա դու Բաքվի բերդում մնալ դադվեիր, կամ դու պետք է հիմա քո այդ ուսադիրները հաներ փոկել, ասել ախպեր, ես գեներալ չեմ եղել։ Եթե դու հրաժարվում ես Արցախից։ Եթե դու հրաժարվում ես Արցախից ու քո նման բոզի տղեկը, քո նման բոզի տղեկը որ կորում են ուսադիր, ասելով որ կամ Սասուն Միքայելյան բոզի տղա, խնդրում։ Ասենք երկու բառ չես կարող խոսած։ Բա 35 տարի առաջ որ են վիդեոները ցույց էին տալի Վրոզի Վազգենի կողը կայնած, ինչ էր անում, արա դու։ Ու այսօր դու կանգնի ասում ես որ պետք է խաղաղություն գա։ Ինչի դեմ արա։ 35 տարի կան ժողովուրդ վարի տվեցինք։ Աստվածաշնչի խոսքը այստեղ կայանում է, որ ասում է, եթե դուք լռեք, բոզի տղեք, եթե դուք լռեք, աշխարհը լռի քարերը, այն մեր խաչ քարերը, 2000 տարվա խաչ քարերը, արա, ցույց են տալի, որ մենք այդտեղ ապրել ենք։ Մենք այդտեղ արարել ենք։ Լավ, իշքան լավ, ամենավերջում, որ ասում ես, մարդը 2000 տարի ապրի մի հողում, այդ մարդուն հանեն ստեղից ու բնաջնջեն, հատուցում չդա, ու այսօր ասեն, վայ հանգար չխոսակ, սա դեմա խաղաղության, բոզի տղա, ես խորխած ունեմ այդ տեսակ խաղաղության վրեն, նորից եմ ասում, ես ապրելով Եվրոպայում, ես շատ լավ եմ հասկանում իմ ամեն մի խոսքի բարի վրեն, որ բոզի տղեք էլի եթալու եք գրեք, գնացեք իշկան ուզում եք գրեք, իշկան գրեք, ես ավելի եմ խոսալու։ Նորից եմ ասում, իմ տեսակը մենակ կարա ինձի Աստված ասի, թե ես ինչ անեմ։ Նորից եմ ասում, մի հրաժարվեք ձեր ժառանգությունից, մի համաձայնվեք այս տեսակ խաղաղությունից։ Ասենք, երեխուց սպանես, ասի Հովանես Թումանյանը մի շատ լավ բան է գրել, այդ մարգարեական, այդ հեքիաթ է, բայց մարգարեություն է։ Այն կուկու, քանի ձակ ունես դու։ Աղվես ամեն անգամ գալեմ, վախեցնեմ, մի ձակին էլ ակցում, վախեցնեմ, մի ձակին լակցում։ Հասկանում եք, ես ինչա կատարում ես ամեն ինչի մեջ։ Ամեն անգամ հմի բոզի տղեն, գցենք այն ժամանակ Սերժից, Քոչոյից, Լևոնից, միջև հմի կաշառքներ, հմի լաբավը ասում է, լսի արա, եթե ինձ չդրես պատերազմա։ Գցենք աշխարհը նայում լսում է, ուժելի լավ, այս Եվրոպա բան որ ասում եք, Եվրոպա չնայած Եվրոպան խորխած ունի ձեր, նրա ծրագիրն է պրծնել ձեր ժառանգությունից։ Այն ինչ որ Եվրոպա ստորան ասում է պրծեք անեք ձեր փողը տան, պրծեք արա ձեր թեման։ Լավ, մեկը չկա սրան թարգմանի թե ես ինչ է խոսում։ Մարդու իրավունքներ խեսքն է։ Սրանից էլ ուժեղ տերոր, էլ ուժեղ վատ գցենք երկրի վարչապետը կայնի ասի, եթե ես չնդրվեմ կռիվ առնելու վաղը։ Ինձանով է կախված, բոզի տղա կպտ, որ չլինի իմ հետ ինչ է, իմ ազգետ ինչ ալնելու։ Լավ, իրավաբաններ ուր եք։ Այդ կառույցներ ուր եք, ինստիտուտներ ուր եք, լավ լսում եք դրա ասելը։ Ինչ է նշանակում, եթե ինձի չնդրեք, խաղաղություն չլինի պատերազմ անելու մի քանի ժամ հետո կամ մի քանի օր հետո բոզի տղեն դից արդայություն անում։ Ու աշխարհը սփյուռքը լսում ու ասում է ճիշտ ասում, մի տոկոս ասում է ճիշտ ասում, մի տոկոսի բաբշե պետք չի կարևորը 30 եվրով տոմսը կա վիզերով թռնում ենք որ քյաբաբ ուտելու տեղ կա սելֆի անելու տեղ ունենք, շատերը այդ խոսում եմ ասում արա դե ես ինչ քաղաքականության մեջ մտնեմ, կարևորը ես հետում եմ երգիրը կա, ճամփեքը սարքում են, հասկանում եք այն ժամանակել են դից մտածեմ։
Թուրքը չի փոխե իր ստրատեգիան, թուրքը չի փոխե իր մտածելակերպը, թուրքի հետ չես կարա դու քո տան մեջ դառնաս հարևան։ Ես մի քանի անգամ ասել եմ, ինչի մարեմ ես կարում ու պիտի անել եվրոպացիներին, որ ինձ ասում են, պարոն Գրիգորյան, դու հասկանում ես, ինչ ծանր բառ ես ասում, ես չեմ ընդունում Թուրքիայի պետությունը, ես ասում եմ, այո, դա նույնն է, որ ես ունենամ 3 հարգանի տուն, օրերից մի օր ուժով մարդիկ գան, գցենք 2 հարգս վերցնեն, սպանեն երրորդ հարգի իմ ընտանիքի անդամներին, ինձ տանմացած փոքր ուգլ, սահմանը քաշել, ու ես աշխարհին ասում եմ, ես պահանջում եմ իմ հարևանից իմ տունը, գցենք, սա է հենց խնդիրը, կամ քո տունն է ժառանգորդ ես դու, հայ ազգ, կամ հարևան, իսկ հարևանը կարա կուզի կտա, կուզի չի տա։ Հիմա այս աշխարհը ինքը հասկանում է, որ դուք սխալ եք անում այս ամեն ինչը։ Արա ասում եմ, սրանք ժառանգորդ են։ Մենք էլ ստորագրել ենք, ստեղ այդ սաղ թղթերը, դոկումենտները։ Եվրոպան աշխարհը ստորագրել է, որ այս հայերը ժառանգություն ունեն, միլիարդավոր ժառանգություն ունեն։ Հիմա սրանք կամ տուպո են, արա չեն հասկանում։ Քո տունը վեկալ է, դու ասում ես հարևան։ Հեմի հարց եմ տալի լապավորի սաղ մեր ինձ լսող հայրենակիցների, որ հեմի տանը 70%-ը վեկալ են, ուժով, գան այսս ուժեղ տղեկը մտնեն տունըտ վեկալ են, հաջորդ օրը ինձի պիտի հարևան ասես, հաջորդ օրը կցենք դուրը դրան վրան բացես, ասես կարելի է քո հետ առևտուր անել, կցենք դուք հասկնում եք ինչ եք անում, դրա համար մեր ջահերը, դրոշ վառելը, մոմ վառելը, խունգ վառելը, աղոթելը չի, էդի նշանակում է ոնց որ մենք Աստվածաշունչը վեկալ ենք հագարակի հայտնության գրքից եթանք մինչև Մատթեոսից եթանք մինչև Ծննդոց գիրք, ոչ թե ծննդածից մինչև եթանք հայտնության գիրք, ցենք абսուրդ, մենք հագարակն ենք եթում, ու մեկը չասում հրա լստոպլը, ումից եմ ինչ պահանջում, հարևան, ինչ հարևան, աշխարհ ինչ հարևան, իմ տունը գողնա, իմ տունը ջարդի, իմ ընտանիքի սպանի, իմ եղածը վեկալի, ու ես իրան ասեմ հարևան երկիր, հենց սա է մեր գլոբալ խնդիրը սիրելի հայրենակիցներ, որ այսօր Արցախը կատարվավ նույն փոքր տեսակով ցեղասպանություն, եւ մենք կանգնած ենք վերջնական ցեղասպանությանը, մենք շուտով չենք ունենալու Հայաստանի Հանրապետություն, ինչ է նշանակում, եթե ինձ չընտրես, Սևանը չի լինի, եթե վաղը են Բոզիտողուն չընտրես, Աբովյանը չի լինի, Հոկտեմբերյանը չի լինի, Կիրովագը, սենց եթեով էլի, եթեով մենք պահում ենք, կամ Նիկոլ Փաշինյան, դու ասում ես մինչև 18 թիվը մենք չենք ունեցել կատաստրի թուղթ, մենք հիմի նոր պետություն ենք կոչում, բա հմ ես ուզում եմ ասեմ բոզի տղա, դու 18 թվին որ ընդրվար, ում երկրի, եթե երկիրը չկար կատաստր, դու ում երկրի վարչապետն ես ընդրվել, հլի մատ այդ հարցը տվեք, իրավաբաներ, խոսքը ասելա, բերանից ասելա, նկարել է, կարա, ասում է ես մեր երկիրը նոր է դառնում պետություն, մենք այն վաղտ օդի մեջ, ցենք բան ենք, այն քարեր կան, աստղներից որ պոկվում է, սենց ուղղակի էթում է, ինքան էթում, մինչև վերջում սենց տենում է սենց գալիս ու կորում է այդ լույսը։ Ցենք դες մի հատ պետություն ենք, եկե հասելա ու հանգարտ Արյուտես Նիկոլն ու Աննան եկան, հանգարտ այդ քարը բռնեցին ու ասին, վայ, եսի մեր նոր պետությունն է։ Եթե այտենց է, ուրեմն դու լեգիտիմ վարչապետ չես, բոզի տղա։ Դու լեգիտիմ վարչապետ չես, եթե դու ասում ես մենք չունենք երկրի կատաստր, հմի նոր սահմաններ ես դու գծում, ուրեմն դու ուրիշ երկրի բերված ինչ-որ որևէ մեկն ես, որը մենք խափնվել ենք ես։ Ուրեմն մենք իրավունք ունենք լուբրոպեն ականջներիցդ բռնենք, Աննային տրուսիկից բռնենք և շպրտենք ձեզ դուրս, որտեղ դու լեգիտիմ չես, դու ես ասե, մենք չենք ասում, դու ես ասում։ Ամեն օր ասում ես, մենք պետք է
սահման ազատում, որ հետո նոր 26,000 եսիմ քանի 100 կիլոմետրը ելնի Հայաստանի Հանրապետություն եւ վերջնականորեն всё это всё Նիկոլը հայտնաբերեց, Կոլոմբոսը հայտնաբերեց թազա Հայաստանը։ Ու 15 միլիոն ջարդից, եղեռնից փախած փյուրքը ու նայում լռում է։ Ասում է մենք պահանջում ենք, ինչ։ Այսօր պահանջման օրն է, ես հարց եմ տալի 15 միլիոն հային, ինչ եք պահանջում։ Հարևանից թե ժառանգորդ։ Այ երբ որ գգաք ժառանգության գաղափարախոսությանը, այն վաղտ աշխարհը ձեր հետ հաշվի կնստի։ Աշխարհը գիտի, որ դու սխալ տեղից ես բռնել։ Դրա համար ձեն չի անում, ասում է, սրանք ձեր տունը գողցել են, ասում է, հարևան։ Կտաս ինձի ոսկի, ասում է, չարա, ես քո հարևանն եմ, չեմ տալեմ։ Ասում է, լավ, չես տալեմ, արի առևտուր անենք, չկա, լավ։ Ասում է, հար չկա, արի անենք, ինչ ալել, ինչ արժի, հողերդ, տներդ, տունդ, վերջում կինդ, երեխեքդ, ինչ արժես, գին ասա, գցենք քո գողցած փողով, քեզի կառնի վաղ այդ, 26,000 ինչա, 214-ը, գցենք 214-ից 85% ուտողը մնում է այդ մի կտորը չուտի, ու այսօր մենք համաձայնվում ենք, ու այսօր մենք ասում ենք, արա լավ ումը ընտրենք, դուք չեք հասնում, որ դրանք սաղ նույնն են, դուք չեք տեսնում, որ դրանք սաղ նույն մարդիկն են, նրանք խաղցնում են ուղագի, գցենք, ինչ է նշանակում, մեր ձևով ասում է այսօր ես գալու եմ, Սամվել Կարապետյան հարց եմ տալի, Արցախի ինչ ալնում, Արցախի 150,000 հոգի ժողովուրդը իրենց կապիտալով ինչ ալնում, կարող է քո կապիտալից Արցախին կապիտալ տաս, ես են անգամ ասեցի, 7 անգամ պտի հատուցեք, կարա կտկան հատուցեք, մարդու եղածի 7նապատիկը, ըստ Աստվածաշնչի, դե հիմի նույնը մնացած Քոչարյան, ասում ես գալում եմ դառնամ վարչապետ, Արցախի հարց ինչ ալնում, Արցախը հետ ենք վերցնում, թե հետ չենք վերցնում, Արցախի ժողովրդին հատուցում ես քո բիլիոններով, թե չես հատուցում, Բոզի տղա Սերժին չենք խոսում, որտեղ այդ սաղի պապան, այդ ականջները ինքնա, պլյուս ջհուդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով է պատրաստ այդ միլիարդները դնելու, բդրեք, տվեք, պարոն Ծառուկյան, ձեր արձանը, որ սարքում եք, այդ կուրք եք սարքում, ես ասում եմ, Աստվածաշնչն կուրքեր մի սարքեք, դրա տեղը Իսկանդեր առնեիք, այն ժամանակ, այդ փողը, որ բդի դնեիք, այդ սարը կտրեիք, մեջտեղից դնեիք, որ ցույց տակ, ինչ եք ցույց տալու, հեսա իսլամը գալու է մտնի, էդել, գցենք քանի ժամ են կորցրել, մենակ անին ուներ 1001, եթե չեմ սխալում, 1001 բանկեր, ուր են ձեր բանկերն ու եկեղեցիները, հավատացյալ ազգ, որ ասում եք, մենք առաջի քրիստոնյան ենք, մենք ես ենք, ուր են, ես հարց եմ տալի, ուր է, արա լավ, մի բան չկա, որ ասենք, այս մի բանը ճիշտ ենք արել, այս մի բանը նորմալ ենք արել, կայացել ենք, այո, ունեցել ենք հատուկ են մարդիկ աշխարհի ծերը, են էլ փորձել են սրան վադություն անել, նրան բոզություն անել, նրան սպանել, նրա գլուխ ուտել, նրան էս անել, բա ոնց ընձնից էսի առաջ ընգնի, բա ոնց էսի ավելի ուժեղնա, նախանձություն, դրա համար Թուրքին ինչ է պետք, մի երկացած բոզի տղա գցում են մնացածի ջանին, ասում ախպերանք եզի 100 միլիոն փող, հլի գնային են մնացածին վերացրա, էս է եղե, առևտուր, թուրքական այդ շելձուկների այդ հոգեբանությունը դրվել է, առևտուր, ինչ առևտուր արա, հլի մետ մեր պատմությունը նայեք հլը, մենք կառավարել ենք առևտրականներին, ոչ թե մենք եղել ենք չարչի, այդ ոնց է մենք կարում ենք ըլնենք օտար ազգում կառավարել որևէ մի բիզնես կամ որևէ մի գաղափարախոսության մեջ,
որ ասում են էսի հայնա, էսի հայնա, գցենք էսի հայ արեց, էսի հայ արեց, էսի հայ արեց, բայց մենք մեր երկրի մեջը դարել ենք առևտրա, գցենք ինստիտուտ ավարտած, Լոմոնոսով ավարտած մարդը լինի գա հասնի Եվրոպա փախստական, գցենք դպրոցի աշխատողը լինի եթա կանանչի ծախի, այսուր ենք հասարում, ու սրանով ուզում ենք մենք պետություն կայացնենք, հլնում ես ամեն միս ես թաղը մտնում ես, ասում են ախպեր ես աբրած ունեմ, սրան նակազատ եմ արել, նայում ես ասում ես ումն է նակազատ արել, տենում է իր հարևանի տղուն, 5 հոգով հասե փրթել են, Էդում ես գյուղամեջ կայնեմ ասում ես այս հողը գյուղապետարանի հողը ես հեսա շուտով ասել եմ չէ որ շատ հետարքիր եթերներ է սպասում գյուղապետարանի պետական գյուղի հողը ասում ես ումն ասում ես էսի լավ տղուի ասում ես այդ լավ տղու լկան չեք տենամը այդ գյուղում մի հատ լավ տղա կա որ այս հողերը հասելա հենց ծրտիկ են ցույց տալը մեթում Նիկոլի կողը կայնում են ու ոչ մեկ չի խոսում Նիկոլ բայց այդ հողերը պետական այդ ոնց են ասում ես պետքա քերյա Ենթա մշակույթը ստոպ տանք։ Բախի չես տվես կամող, բոզի տղա, հողերը վեկալել են 30 տարի այսենց գյուղապետարանի հողեր, գցենք պետական հողեր վեկալել են ու մարսել են։ Բախի չես վեկալ այդ հողերը։ Մենք պետք է այդ հարցը լուծենք։ Մեր պես տղեկը պետք է զանգեն ասեն արա այդ հողերը պետք է հետ տանք։ Եթե դուք չեք կարում Հայաստանի Հանրապետության, գցենք սենց ասեմ, հոկտեմբերանի ամենափոքր գյուղերից մեկի 1200 մետր գյուղապետարանի հող հետ բերես։ Այ բոզի տղա, դու ո՞նց ես կարանալու Արցախն ու Արևմտյան Հայաստանը հետ բերես։ Ես ասում եմ այն մարդուն, ով որտես մտածում է, մենք պետք է հողերը հետ բերենք։ Ո՞նց։ Եթե դու գյուղի փոքր այսքան գյուղի հողը եկել է, գցենք մեկը վրոդի լավ տղա է, ես չեմ պատկերացնում այդ լավ տղեն ենա, որ իր հավատն է պահում, լավ տղեն ենա, որ իր ընտանիքն է պահում, լավ տղեն ենա, որ հարգանք է վայելում իր արած գործերի մեջ։ Հələ արեք մի հատ գործերով խոսանք, նոր տենանք լավ տղեն, այդ լավ տղեն պետք է ուբիդի տարվի իր աբրածով, իր դրածով, հանուն հավատքի, հանուն հայրենիքի, ոչ թե սրանից վեկալի մի $5,000 մեկի վզին դնեն, $2,000 ղրգեն զոն, մարդիկ նեղնեն ասեն ես լավ տղեմ, հոպ, չեղավ էդի լավ տղություն, էդի նույնը օլիգարխը, կերեմա, գազը ուրիշ ձևիա ծախım, օթը խպումա, լույսը ուրիշ ձևիա ծախım, սրանից գողնım, նրանից գողնım, անıma լավություն ասմա ես բանեմ, բարեգործ եմ, ու ժողովուրդն ասում արա գիտեք ինչ տղա է հələ արեք դրանց կենսագրությունը ոչ թե այդ կռուկից լսանք որ ընդից վեկալ է այնտեղ գրեֆ արե հələ արեք մտ իրականությունը տենանք ով որտեղ է երգում ախր ես գիտեմ ինչից եմ խոսում ես հələ սուս նստած ասում եմ լավ էսա մեր երկրի վիճակը ու մենք ասում ենք Արարատը մերն է այս մտածելակերպով Քո հարևանին, քո գյուղացուն գցես, քո հային նակազատ անես, քո հայ աղջկան սարքես պրասիտուտկա, տանես երկրները ծախես, օտար երկրներում լավ մարդկանց վրեն գրես, վերջում ասես Արարատն եմ ուզում հետ բերեմ։ Ոնց է գիտի դուք պատկերացնում։ Ոնց։ Զանգում ես Ռուսաստան ասում ախպեր Բեսամp մեծ փողեր ենք հետ բերե, մտածում ես ասում ես երևի հագարագործից ես հետ բերե, հալալա քեզի, արատո չէ ախպեր գիտես էսի են հայներ, հասնում էր սրան, ուսս նայում ես ասում ես լավ, հայը մենակ կարում է հային վնասի, հայը մենակ կարում է հային փչացնի, էդում ես Նիկոլ, քո վաղթվա ես,ենա թղթերը այնտեղ դրած է, էդում ես դեսպանատուն, Աբրանք ես ուղարկում, որ հայ զինվորը ունենա պալատկա և հատուկ մատրաս, որ ջրի վրեն քո երեխեքը հայ ժողովուրդ, Հայաստանի ապրող, որ չպարգի ցեխի վրա, Ավստրիայի Հանրապետության Պապիկյան բոզի տղն վեկալում ծախում եք, միջև մեզ
5 տարի ասում եմ ուր, ասում եմ պետական գաղտնիքա, չենք կարող ասենք, բայց չքրֆեմ, այդում քրֆում եմ, 2 բառ ասում եմ, հելնում զանգում է դեսպանի մակարդակով գողի ասում է կարա գևին, ստոպ տվին արա, բոզի տղա, ասում է կարա գևին ասեք, մեզի շատ բարձրաձայն եմ այս թեման, բան անենք հետո վազվրատ կանենք իրա հետ, պատկերացնում եք դեսպանը, էթում ես ասում ես, արա, ես օգնել եմ իմ պետությանը, էթում հանցագործ աշխարհին է դիմում։ Ու էսի կոչվում է Հայաստանի Հանրապետություն ԿՊ բոզի տղեկ, ձեր օրոք է եղել էսի, բայց էսի ոնց ինչի չեք, սրանով խի չեք զբաղվում, արա Նիկոլ դու, հե? Դու ասում ես կոռուպցիա չկա, համակարգը աշխատում է, եթե մենք չլինենք, էս չի, հիմի ասում եմ, Պապիկյանը իր բոզի տղեկով դատվավ, այսքան թուղթ գրեցին, կոռուպցիայից բռնած զլան մտան դեսպանատների կողերը ստե Ավստրիայի, բախի մեկ մետ բոզի տղը քորոքով, արա Սերժ Օրոքով չի եղել, չան Սերժ Օրոքով ուրիշ բան ենք ապրետես է Հայաստանը, որ պիտի բիզնես բերենք 38 միլիոն եվրոյի, էդ էլ տեսանք, հիասթափանք թողինք հետ է գանք, բայց դեսպանը ոնց կարա փոխանակ դեսպանը զանգի պարոն Գրիգորյան կամ արտաքին գործերի նախարարություն ասի խնդրում եմ Գրիգորյանի հետ լեզու գթե կամ էթար եկեղեցուն տենար ասել խնդրում եմ Տեր հայր օգնի խնդրենք մենք հասկանանք մեր հայրենակը զանգումա գողին ասում աղբեր կարած գևին ասես ու էսի կոչվում է Հայաստանի Հանրապետության դեսպան բայց չասեմ բոզի տղա դուր դեսպան ուր կնիկը ավելի ուժեղա այն գունդու կծիկը որ հիմի արդեն էլ դեսպան չի քանց թե դու այդ եպկա էշ 2 մետրանոց բոյդ դու ինքան տղա չէ որ իմ կողից զլալ փախար եկեղեցու հայատից Վեննայի եկեղեցու միջև այսօր մեր հոգևորականն ասում է տղավարի ձեր տվեց բոզավարի լավ փախավ Էս էլ հոն Նիկոլ քոփ ես եմ չեմ պատմեմ ուրիշի պատմություն ես եմ ապրե այդ ամեն ինչը ուր ապրանքս Նիկոլ 50,000 բոզի տղա ես ղրկեմ իմ հայ զինվորին իմ հայ տղուն որ էթա երգիր պահի դու ու քո նման բոզի տղեկը բռնեն ծախեն ու մինչև այսօր ընձի պատասխան չդան ու ես պետք է լռեմ ու ես պետք է լռեմ որ իմ Արցախը իմ երկիրն է Հայաստանի հողն է 150,000 իմ աղբեր քուրը այսօր դուսնա մնացե անտուն ու տեղ անփող ու անսերունդ ու ես պետք է լռեմ 1,5 միլիոն իմ ժողովրդին իմ հարազատին իմ արունին ինչի՞ չէ իմ հարազատներից են մահացել սպանվել են ու ես պետք է լռեմ ու ես պետք է չպահանջեմ ու այսօր դու ասում ես լսեք հանգարց խոսակ պրոբլեմա սա դեմա խաղաղությանը բոզի տղա ես խոսալու եմ քանի ես սաղ եմ ես խոսալու եմ Սուրբ երրորդությունից որտեղ ես քրիստոնյա եմ ու չեմ հրաժարվելու մինչև իմ մահս երկրորդը ես խոսելու եմ իմ երկրի մասին, իմ հայկական հողերի մասին, իմ Արցախի մասին և սաղ գլոբալ 214,000 կիլոմետր իմ հայրենիքի մասին, քանի ես սաղ եմ, դե գնացեք իշկան ուզում եք գրեք բոզի տղա, մեկա չի անցնելու արա, որտեղ այստեղած մարդիկ գիտեն կամ տարբեր երկրների մարդիկ գիտեն, որ մեր նմանները Եթե մենք հասել ենք այս ամեն ինչի, մենք հասել ենք ճիշտ ձևի, ոչ թե հոգին ծախելով, ոչ թե մենակ փող, մարդկանց խաբելով, մանիպուլյացիա անելով, մուտիլուվչիկ անելով, ախպեր ասելով, մարդու զզվալա գալը մարդեն։ Մեկ նայեմ ասում ես, արա հայի տեսակ ախր ես ուրիշ ձևի գիտեմ։ Ես գիտեմ հայի տեսակ տղեկ, որ ասում ես Երանի սրանից 10 հատ դներ էլի, 10 հատ 10 հատ դարել ենք դրոշը վեկալում ենք, մոմը վեկալում ենք, սելֆի ենք անում, հաջորդ օրը հային գլխից խփում ենք։ Այս է մեր տեսակը, որ այսօր չես իմանում, էսի հայա թե հայ չի, հային չի կարա խփի, հային չի կարա գցի, հային չի կարա նակազատանի, հայը չի կարա 250 հատ քրիստոնյա չագերթավոր եկեղեցի ունենա, հələ հեսա կանցնենք այդ բարդագին,
Ձեր ականջները ախր երևում է, այս սութի հովիվներ, որ այսօր դուք Նիկոլին կողքը կանգնել եք, գիտեք դրա մասին չգիտե։ Ախր ես ձեզ ասեմ, չէ՞ որ դե պապկա վիդեո կա, որ այդ քարիզմատիկ կոչված սութի հավատացյալները, հալելույա, ուր են ձեր մարգարեները։ Բա լավ, եթե դուք այդպես յավնի հավատացյալ եք, Սուրբ Հոգին ձեր մեջ ապրում է, բա 44 օրվա մասին խից ես չզգուշացրեց, որ ազգին ասեք ստոպ տվեք, Նիկոլ ստոպ տուր, այ հիմի որ դուք այս սութի, որ նստում եք ասում եք, հալելույա, ու սկսում եք լեզուներով սանց բլբլալ, ընկնել, թփրդալ, բա այն վաղ Նիկոլին խիչ ասիկ, Նիկոլ, Աստված մեզի ասում է, մի մտի ես կրվում, մի անգամից տուր հողերը, մենք կաղոթենք ժողովուրդը կհասկնա, մինչև հզորանանք կամ էլ ժողովուրդս ապաշխարի, այդ ամեն ինչը չի լինի։ Բա եթե դուք այդպես հզոր հովիվներ եք կարում եք ձեր ձեռքերը դնեք արա, ձեզի արա եմ կոչում, գիտեք ինչ բա, որտեղ դուք խափում եք ժողովրդին, խափում եք, հələ Քոչոն, Սերժը, այն քորը, որ խափում է, գիտես, աշխարհիկ, յավնի սատանի ճուտա, արա դուք Հիսուս Քրիստոս եք քարոզում բեմերի վրա, ես ձեր շատերին, որ ես խոսել եմ ձեր այդ անձամբ, ես եմ խոսել ձեր այդ անձամբ, ասեմ դուք բեմերի վրի հովիվ եք, բա եթե ձեր մչի հոգին այդքան ուժեղ է, բա այդայք ձեռքերը դնեք սահմանից են կողմ, աղոթեք, թող հագարագործը ընկնելու թփրդար, որ աշխարհն նկարեր, ասեր, արա սրանք իրոք առաջի հայ քրիստոնյաներն էին։ Հիմի տենում եք, ոչ ձեր քրիստոնյան է աշխատում, ոչ ձեր բոզի տղեկն են աշխատում, այսօր օլիգարխներն ասում են, մենք գանք հեսա լավը, ինչ է լավ լինելու։ Ձեր միլիոնները ուղղակի ավելի օրինականացնելու եք, մինչև այս մնացածները, գցենք դուք ավելի հզոր եք Լևոնից, հա, դուք ավելի հզոր եք Սերժից, դուք ավելի հզոր եք Քոչոից, որ հիմի դուք պետք է գաք ու այս երկիրը փրկեք։ Ու մեր պեսերը պետք է ասեն ամեն, որեցի գժանոցը լրիվ։ Ես ասել եմ չի լինելու, էսի վերջի, եթե ընտրություն գլնի, դա լինելու է վերջի հայազգի ընտրությունը։ Եվ վերջ, չի լինելու հայազգ։ Իսկ Ամերիկան, որ ձգում է Էսկան Իրանի հետ, սիրելի հայրենակիցս, ասեմ իմացի, կռիվը լինելու է։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, այս է առևտուրը, ամենամեծ առևտուրը գնալու է, արդեն գնացել է, տվել են, սպասում են մնացածին, ամեն կողմից, ամեն կողմից, ամերիկական սալդատի ոտքը Սյունիքով և Արցախով մտնելու է Իրան։ Ես ասում եմ ձեզ գրեք այս մեծ տառերով այս ապրիլի 24-ը հիշեք։ Եվ այն ժամանակ կսկսվի իսկական պատերազմը, որը նորից եմ ասելու, թուրքական սալդատը մտնելու է Հայաստանի Հանրապետության այդ 26,000 Նիկոլ Բոզի տղա, ու դու ասելու ես, բա ես ինչ անեի, սենց էր, մեծ պատերազմ էր գլոբալ, մենք չէինք կարող դեմը առնել, ընդեղ Ամերիկան, ստեղ Թուրքիան, ստեղ Իրանը։ Ես ասում եմ, հուլիսի վերջ լինելու է պատերազմը։ Դե հիմա ձեր երեխեքին մեծացրեք, պատրաստեք, որ ամենամեծ պատերազմին պատրաստեք, որ տանելու են ամենամեծ մսաղացը։ Ամերիկան այդքան փող տա, Արցախ տանեն, այդքան ժողովրդի մատաղ անեն, անմեղ երեխեքի ու այսօր Ամերիկայի կամ Իսրայելի սալդատի ոտը չմտնի այդ հող։ Շալոմ, հիշեք ես խոսքս։ Մտնելու են։ Եթե սենց շարունակվի, մտնելու են։ Եվ դու ժողովա հայ 18 տարեկան մեր երեխեքը և դուք հայազգ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում եք։ Սա մեծ առևտուր է, հիշեք ես խոսքս։ Արցախը ուղղակի չտրվեց, Արցախը վաճառվեց։ Արցախը տրվեց Իրանի դեմ պատերազմելու համար։ Ու դուք պատկերացնում եք, որ այդ ծովային կռիվը կամ պատերազմը պետք է շարունակվի կամ պետք է կանգնեցվի, ոչ։
ուղղակի այսօր Նիկոլը գիտի, որ ընդրության դեմակայնած, որը 2 ամիս է մնացել, 2 ամիսը չէ, ամիս 10 օր, 20 օր։ Ուղղակի ասլա ուժերներդ հավաքեք, իշքան խփիկ օթայինով, սպասեք հենց որ կնդրվե, ձեզ կանաչ լույս մտնելու է։ Իսրայելական սապոկը մտնելու է Սյունիք եւ Արցախով դեպի Իրան։ Այսօր ամսի 24-ն ապրիլ 26 թիվ, հիշեք այս խոսքերս։ Եվ այն ժամանակ կտեսնենք Հայաստանը կա թե չկա։ Սա է գլոբալ խնդիրը։ Հիմա շատերը ինձ գրել են երկար ժամանակ, երբ որ ես լայվ ուղիղ եթեր չի անում, ոչ թե ասելու բան չկա, ես իմ անելիք արդեն արել եմ, դա օրերից մի օր կբարձրաձայնեմ ես, ոչ թե օրերից մի օր, շուտով ես ունեմ եթեր մի 2 հատ պատրաստած, եւ ես կասեմ ինչ աշխատանք եմ տարել եւ ինչի համար ես էլ չեմ բարձրաձայնում շատ բաներ, որովհետեւ էլ կարիքը չկա, երբ որ մի աշխատանք անում բრძնում ես, էլ կարիքը չկա այդ նույն մասին ամեն օր խոսել, եթե կարիքը լինի, խոսենք, եթե չէ, ուրեմն ես նորից եմ ասել, ես ոչ բլոգեր եմ, ոչ էլ ինչ-որ սա իմ ապրելակերպն է, ոչ, ես հայ եմ, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել, ասել իմ իմացած ճշմարտությունը, իմ կարծիքը եւ այն ինչի միջով որ ես ապրել եմ կամ արել եմ, որը չի գնահատվել, որը գողացվել է, խափնվել է, մուտի տարվել, ես բարձրաձայնում եմ, որ ասեմ բոզի տղեկ, դուք մեզ չփորձեք էլ խափել, հերիքը մեր երեխեքին սպանեք, ուշքի արեք մեր հայացք, որտեվ այդ նույնը ես ինձ եմ ասում, որտեվ մի հայ էլ ես եմ, նշանակում է ես իմ եթերը միացնում եմ եւ ես խոսում եմ առաջինը, ես ինչ որ խոսում եմ հայրենակից հետ, ես խոսում եմ առաջինը իմ հետ։ Հիմա ես նորից ասում եմ, եթե հայ ազգը շատերն ինձ ասում են գև, ով գա, ոնց գա, ինչ անի, ես ասել եմ, միայն հավատքով, վախի հոգին պետքա չքարոզվի, մենք հարություն առած չմոռանանք հայ ազգ, հարություն առած Քրիստոսի որդիներն ենք, Պողոս Արաքյալը այս գրքի մեջ ասում է, մեր մահը մեր հաղթանակն է, դա չի նշան, որ դու ինքնասպան ես, նախ պետք է Աստված թույլ տա, որ քեզ սպանեն, երկրորդը, որ մենք ունենանք մեր երկրում համ հոգով եւ համ հոգեբոր արժեքով զինվորականներ, դա շատ կարևոր է երկուսը միտեղ, եւ շատ կոնկրետ ասել, բոզի տղեկ, եթե մենք այսքան կորցրել ենք, մենք էլ հիմա կորցնելու բան չունենք, դուք ունեք շատ կորցնելու բան, հիմա ամենամեծ փայը ձեր ձեռն է, իսկ այդ վաղ հասկացողը կհասկանա, ես ինչ եմ ասում, մենք էլ ինչ ունենք կորցնելու, մնացել ենք փոքր բան, իսկ այդ փոքրը կարա մանանեխի հատիկը շատ փոքր է, աշխարհում ամենափոքր հատիկը դա մանանեխն է, բայց Հիսուսի խոսքը մանանեխի հատիկը ավելի ուժեղ է, քան թե ժայռ, ինքը ժայռին տրակցնում դուրս է գալու։ Անես չանեք, որ այդ մանանեխի հատիկը ժայռին տրակցնի եւ դուրս գա։ Այդ դեպի մենք հավատանք եւ ընդունենք։ Հենց այդ մարդիկ են մեզ պետք, որ այսօր դրվի կառավարության, բայց ես նորից եմ ասել, զինվորականները տարբեր կառույցի աշխատողները առաջուց պետք է ավելի ճիշտ բավարշետը հայ ազգը պետք է գենետիկական տեստ անցնի, որը այն մարդիկ ով որ մտնում են կառույց կամ որևէ մի օրգան, որևէ մի տեղ պետք է ունենան գենետիկական տեստ։ Դա պետք է լինի մեր առաջի պահանջը։ Երկրորդը մենք պետք է ունենանք մի եկեղեցի, որտեղ Տիրոջ խոսքն ասում է 2-ը եւ 3-ը հավաքվեն աղոթեն եւ ես ձեր մեջտեղում եմ, չունենանք 250 տարբեր անվանակոչված, չգիտեմ ինչական անուններով եկեղեցիներ, որ ասում են այստեղ ամենաուժեղ Սուրբ Հոգին է, մարգարեությունն է, բայց 44 օրվա պատերազմը ցույց տվեց տղեկ, որ չի աշխատում, մի նեղացեք։ Ես միշտ սիրում եմ, երբ որ ասում եմ սա 5000 տարվա կոպեկ է, ես չեմ խոսում, ասում եմ 5000 տարվա կոպեկ ունեմ, ասում եմ 5000 տարվա կոպեկ է, ցույց եմ տալի։ Երբ որ դուք ասում եք Սուրբ Հոգին եւ դուք մարգարե եք եւ էս եք,
Հենա ջերմուկում ադրբեջանցիները նստած են։ Էլե գնացեք մի հատ մինչև ընտրությունները մի հատ տենամ ինչ է կարող անեք։ Ձեռներդ բարձրացրեք, աղոթեք։ Երբ եք գնացել ջերմուկ, հլում գալիս եք Եվրոպաները, ասում եք գալիս ենք այստեղ, գալում եք այստեղ ինչ անեք, արա։ Ումն եք գալում ստեղ քարոզել։ Ստեղած ապրած մեծացած հայրենակիցներն ինչ եք ուզում։ Հլը մա դու ձեր ջերմուկի հարցը լուծեք։ Սիրելի հովիվ եղբայրներ։ Հետո էլ նեղենը մեկ ընձնից։ Տեսեք վաղը չէ միսօրը Կիրակի է։ Արեք մի հատ ձեզի բան ասեմ, հլը մի հատ արեք։ Ձեր այդ եկեղեցու ժողովրդին վերցրեք, խաղաղ։ Էլե գնացեք ջերմուկի այդ տեղը, որտեղ որ ադրբեջանցի գցենք մի 10 կիլոմետր նստած են։ Բարձրացրեք ձեր ձեռքերը, այն որ լեզուներով մտնում եք, աղոթում եք, ցույց եք տալում, որ դուք սենց վաու, այս ինչեր եք խոսում։ Լավ եք անում։ Ես հավատում եմ դրան, Փարթիրոջը դա տիրոջ նվեր է, բայց ասում է Պողոս Առաքյալը եւ օգտագործեք, ոչ թե ամբախ նստեք խոսակ, այ ասում է, եթե ունես հոգով թարգմանողը խոսի, եթե չէ լռի, որ կողինի չգայթակղես կամ խնդիրի մեջ չգցես կամ բախի մեջ չգցես, բայց ոչինչ, դրան համաձայն եմ, եթե դու գնաք ջերմուկի մոտ, ձեռքերը բարձրացնեք, աղոթեք եւ տեսնենք, որ մեր վերցրած հողերը, մեր ջերմուկի հողերը, որ ադրբեջանցիք վերցրել են, տեսեք ինչ խաղաղ բան եմ ասում, առանց կռիվ, առանց ոչ մի բան, հայոյանքի կամ որևէ մի բան, հլը գնացեք հովիվներ, մի հատ աղոթեք, հլը տենակ հլը ջերմուկի ադրբեջանցի կարող է ապաշխարեն, այ այդ կրնի ճիշտը, այ երբ որ դա կտեսնենք, այն վաղտ կետանք այս առաքելական եկեղեցուես մեր հովիվապետին, կասենք հովիվապետ, քո գավազանը, նույնն էլ ես հովիվապետին եմ ասում, ու նույնը մեր հայ առաքելական բոլոր եկեղեցական, այդ գավազանը, որ վեկալում ես ես խաչը կծնեք, որդյագս, աստված օրհնի, սենց, հա, հլը մի հատ գնացեք ջերմուկ այդ գավազանով, կանգնեք, Մոսեսը ոնց խփեց, ասեց, տիրոջ անվան տակ ծովը բացեց։ Այնտեղ մենք ծով չունենք, ջերմուկի գազերը բացեք, թող ադրբեջանցիք այդ մնացած հողից հետեթան։ Սիրելի Տեր հայրեր, ոչ թե մենակ էթակ թաղումների, կնունքների ու հարսնիքների փող աշխատեք, լավ եք անում, էդ էլա ձեր գործը։ Քավ լցի, ես չեմ ասում մի արեք, բայց արեք Կիրակի օրը մի հատ ջերմուկ եթանք։ Համ քարիզմատիկ հովիվներին եմ առաջարկում, համ տեր կոչված մեր ես հոգևորական տեր հայրերին եմ կոչում, հլեք այդ գավազանը վեկալ եք գնացեք ջերմուկ, հլը տենան գլը հավատքը գոնե կա թե չկա, տերոջ խոսքն ասում է գամ արդյոք կտեսնեմ ձեր մեջ հավատք, չկա, արա ոչ մի ինստիտուտ չի աշխատում, հետո զանգում եք Պողոսին, Պետրոսին, ընձի, գրեմ եք, այ ախպեր, ախր շատ կոպիտ ես խոսում, կոպիտ չեմ խոսում, եղբայր, եթե չի աշխատում, ինչի, երբ որ դու մի հատ բիզնես ես անում, այդ բիզնեսը, որ դու տակ ես տալում, մի րոպե շուտ փակում ես, որ այն մնացած փողերը տակ չտաս, արա, եթե բիզնեսը դու տակ ես տալի վարկյան, բա Աստծո խոսքը դու խոսում եք, Աստծո խոսքը դու քարոզում եք ու տենում եք, որ արդյունք չկա, ինչ արդյունք հետ բերեմ, այդ կարաս ասես։ Ձեր մեջ թշնամին մենակ առաջին նստող, երկրորդ նստող են, որ ընկնում սենց թփրդում են, դրանք է։ Որ ալիքը, որ YouTube-ը, որ edge-ը ղրգում են, ասում են, «Եվ հլը մատ նա ինչ է թակուն», ես ասել եմ, չէ՞, մարդիկ ունեմ ձեր մեջ, որ նկարում ամեն շաբաթ ինձ ղրգում են։ Այդ ուժեղ քարոզները անում եք սենց ձեր ոտը դղրդում է, սենց դրդռում է, չէ, ես չգիտեմ ինչ վիբրացիա եք միացնում, որ ոտը խիա դրդռում ձեր, հլը հարց եմ տալի, կամ ձեռը բռնում եք գլխին դնում, սենց դրդռում, ինչա դրդռում ձեր ձեռը։ Ցենք այդ ինչ վիբրատոր է թազա։ Այն Ալյոնան վիբրատոր էր առնում իր համար։ Այդ ձեռը դրեք Ալյոնայի գլխին, թող դրդռա։ Էլ խեք վիբրատոր առնում։ Եթե այդ վիբրատորը աշխատում է, ինչի՞ չեք այդում աշխատցնեք թշնամու դեմ։ Այդ թշնամին մենակ այդ եկեղեցու մչի հոգևոր այդ դեմոնացված մարդիկ են, սատանից հոգի ընդունված մարդիկ են, որ դրդրցնում եք գցում եք գետին։
Լավ մի օր քցիկ, երկու օր քցիկ, 10 տարի այդ մարդիկ գալի քցում են, ըլում կանգնում են, քցում են, ըլում կանգնում։ Բալե գնացեք։ Բալե գնացեք Մասիս Սարի դեմը կանգնեք, աղոթեք թող Նոյան Տապանի պատմությունը բացվի, որ մենք էլ ասենք, տեսեք աշխարհ, մենք Իսկանդեր չունենք, տեսեք մենք իշկան հավատացյալ մարդ ենք։ Իսրայելից օրինակ վեկալեք եվրեներից Մովսեսը խփեց, բացեց, կոպալը գցեց, դարավ օծ, Աստծո կամով։ Աստծուն հարցրեց, ասեց, ինչ անեմ, Աստվածան, ասեց, դու բան մի արա, դու մենակ էս արա։ Որևէ մեկը հարցրել է, գնաց է Արարատի, նա հոկտեմբերանի կողմից այն գյուղից նայեք, ասենք մի կիլոմետր է հեռու արա, մոլն զռմը, մենք լսում ենք։ Դուք գնացեք, ուղղակի ձեն մի հանեք, ձերն բարձրեք վերև, աղոթեք, թող մարդիկ ապաշխարեն։ Ես ազգային անվտանգություն, ես 2 տարի ասում եմ, կյանքի խոսք, եկեղեցի ճակերտավոր կոչվածը, նկարներ ես քանի օր ես ասել եմ, չէ՞ որ հեսա սկսելու ենք էլի մենք շատ հետաքրքիր եթերներ։ Արտուր Սիմոնյանը հանդիպում է Ադրբեջանի կյանքի խոսք ճակերտավոր հովիվի հետ Վրաստանում, Ռուսաստանում, այնտեղ կար կյանքի խոսք 30 տարի, դու Նիկոլ ասում ես տերդերը Ռուսաստանի կակեբեչիկա համաձայնվում եմ քո հետ։ Բա լավ, հələ ռուսը ասում ենք մեր բարեկամն է, կարա նրա հետ ճակերտավոր չնայած գլուխը պատով են տալը, բայց թող համագործակցեն, ավելի լավ է ռուսի հետ համագործակցեմ, հասկանամ ինչա գլխից գալեմ, քան թե ադրբեջանցը, ճիշտ է, ճիշտ է։ Լավ, տերդերը Գարեգին բն համագործակցել կամ ախպերն եղել է, գցենք ռուսի բանը, ինֆորմանտը։ Բա այս կյանքի խոսքը 30 տարի որ ունեցել է եկեղեցի Բաքվում, հարց սիրելի հայրենակիցներ, ինչ արի այնտեղ։ Հիմի թող ինձ մի հատ ցույցակ ցույց տան, արի, ուրալը մի րոպե։ Այսպես ցույցակ ցույց տան, ես գիտեմ ես ինչ թուղթեր։ Ցույցակ ցույց տան, որ քանի ադրբեջանցի, այնեք մեր գերիները որ հիմի սաղ են իրանք։ Քանի ադրբեջանցի ապաշխարել են, դարել են քրիստոնյա, են էլ հայկական քրիստոնյա։ Արտուր Սիմոնյան, հարց եմ տալի քեզ, որ հիմի Նիկոլի հետևը դες պինդ բռնե նստել եք։ Շատերը սպասում եք գահավիժմանը կաթողիկոսի, ես էդի լավ գիտեմ ինչ եք ուզում դուք։ Բա հարց, 30 տարի ունեցել եք կոոպերատիվ Բաքվում։ Այսօր ազգային անվտանգությունը ինչ հարցա դրե իր դեմը։ Ուղղակի մարդկանց բռնի, տփի, տանի, հավայի տեղը նստեցնի, հետո բաց թողա, փող վեկալեն, էս անեն, անեն, թե ես կոնկրետ հիմա ասում եմ, եթե ինֆորմացիա վրոձի չեք տիրապետում, հա, ես այդ ինֆորմացիան տալիս եմ։ 30 տարի եղել է կյանքի խոսքը Բաքվում։ Հիմի այդ հավատացյալներ եղբայր քույրեր, որ հիմի դուք կյանքի խոսքում եք, ձեր ընդրությունն է լավ եկանամ, ես ձեզ շատերին օրհնել եմ, ձեր հետ շատերի հետ կապի մեջ եմ։ Հարց. դուք իմացել եք, որ Բաքվում եղել է կյանքի խոսք։ Ահա, հիմի կասեք եւ ախպեր, բա վադա, չէ, շատ լավ է։ Տիրոջ խոսքը ասում է Մատթեոսի 26:28-ը ասում է գնացեք եւ քարոզեցեք հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու անունով, ճիշտ է եւ ամեն։ Գնացիք, հասաք Բաքու։ Հիմի Բաքվում քանի հոգի ադրբեջանցի, որ 5 տարի առաջ մեր երեխեքին սպանեց, ապաշխարեցին, խի չապաշխարեցին, նշանակումը կոոպերատիվը չի աշխատել, դա ոնց կլինի էթաս այդ երկիր տիրոջ անունը խոսես, հետո այդ երկրի մարդը գա, քո երեխուն սպանի, Էսի աբսուրդ է, սիրելի հայրենակիցներ, ու այդ կոոպերատիվ դնողը չի դատվի։ Գնացել են Ամերիկա, շինություններ են սարքում, ասում են մենք կանչվել ենք Ամերիկա։ Գցենք մեր երկիրը սարքիկ Շվեյցարիա դրախտային պարտեզ 214,000 արևմտյան Հայաստանով, Արցախով տվիք, դրիք, սաղ տեղը, հմեր գնացել եք Ամերիկան փրկեք արա։ Էսում եք խափում։ Ձեր հետ որ կոպիտ ենք խոսում, մեկ էլ հովիվները գրում են։ Հետո, հենց որ ես պատասխան ասում ախպեր,
Գիտես ես ով եմ, մի հատ հովիվ կա, ես քեզ խոսք եմ տալի։ Ես քեզ խոսք եմ տալի քո սաղ SMS-ները, ես պետք է ցույց տամ ժողովրդին, երբ որ էլի սենց եթեր է անեմ, մեկ էլ դրա հովիվի տղեն վրոձի կռված տղա է, շատ վատ ձևով SMS գրեց, իհարկե մի անգամից բլոկ գցեց, որտեղ հասկանում էր, որ պատասխանը շատ ուրիշ ձևի կլինի, հետո իր պապան կապի դուրս եկավ, հովիվը ասում է ախպեր, գիտես ես ով եմ եղել, ասում եմ ով ես եղել, ով ես եղել, հենց մատ ինձ ասա, ով ես եղել, բա ես էս ինչի հետ եմ մեծացել, հետո, բայց մի ասում եմ դու էս ինչի են ինչին ես, թե դու հովիվ ես, ասում է ես հովիվ եմ, բա որ հովիվ ես, ապաշխարել ես քո անցյալը դու մոռացել ես, ճիշտ է, ապաշխարությունը շմա հինը մեռնում է, թազեն ծնվում է, Ինչ ես ինձ հետ հնով վրոձի ինչ ես տրախ գայնատանը, չգիտես որ ես ուզում եմ հին լինի, նոր լինի, եթե դու սրիկայություն ես արել իմ եկեղեցու, իմ ազգի դեմ, ես պիտի բարձրաձայնեմ, չկա որևէ մեկը, որ կարա իմ հավատքի, երկրի սահմանների եւ իրականության նույն արևմտյան ու Արցախի հարցի դիմաց որևէ մեկը լինի, որ կարա գակայնի, sense լաբավը ինձ ասի ես սխալ եմ։ Ես այդ ժամանակ խոսք եմ, եթերը կմիացնեմ, կտենակ ինչ պատասխան եմ տալի, ով ուզում է լինի, եթե մեկը կարա կասկածի տեղ տնի իմ եկեղեցին հայ առաքելական արմատը, ոչ թե մի քանի հոգի, արմատը, ես միշտ շեշտում եմ, որևէ մեկը կասկածի տակ կտնի արևմտյան Հայաստանը եւ Արցախը իր բոլոր Նախիջևանով եւ սահմաններով, ինչ մնաց մի հատ էլ էթակ որևէ մեկին աբրաշատ լինեք, որ ախպեր գևը մեզի կպնում է, չեմ կպնում, հարց եմ տալի, այ որ էթում եք աբրաշատ լինելու, ասեք, որ մենք Բաքվում ունեցել ենք կյանքի խոսքի եկեղեցին դեղ ինչ է կարեղ, ինչ ինֆորմացիա դուս տվե, դու կարա հասնու, որ ցմա դատվելու եք, դուք ցմա դատվելու եք, կամ այդ ձեր արած կաշան, որ եփել եք, վերջում գալու է եւ ձեզ սպանի, ձեր երեխեքին սպանի, բերելու եք վերջը դրանցը մեր երկիր, որը դառնալու է էլ չասեմ ինչ։ Ու դուք այսօր բեմերի վրին կանգնած ասում եք հալելույա Տերը իմ հետ խոսած, բայց չասեմ ինչ խոսած, մենակ ձերը մորա խոսում է Տերը, բայց մնացած երկրի սահմանների մարգարեություն կա, ամեն ինչ կա, ինչ կա, ոչ կա, էդի չի աշխատում։ Քաղաքական գործիչներին չասեմ օլիգարխներն են եկել ասում են մեր ձևով, մեր ձևի համապատասխան Քոչարյան, Սերժյան Գժներ ու այսօր ժողովուրդ ասում ախպեր, Քոչոն որ կա լավ ալնելու, ինչն է լավ ալնելու։ Ինչն է լավ ալնելու։ Համակարգը դատական համակարգը չկա, քնչական այդ համակարգը չկա, այսօր ինչ հարցով մտնում ես, տենում են եթե փող կա կամ որևէ մեկի մեջքն ես կամ նիկոլական ես, կարելի է, եթե չէ, աբսոլյուտ ոչ մի բան չկա, ինչ կա, ոչ մի բան, սա մեռած է, ու այսօր բնա ջնջելով պրծավ, գցեն Քոչոն գա նստի այդ նույն այն համակարգի, որ էլ ինստիտուտները չեն գործում, դուք պատկերացնում եք, այն ժամանակ ինչ ժողովրդից վախենում էին, գիտեմ, որ Քոչոյին թղթի պես մեջտեղից կկիսեն, եթե մի հատ սենց գրոբի բան, Սերժը 8000 մետր, թե իշքան չեմ հիշում, հող տվեց, սամալյոտի մեջից խոսած, ժողովուրդը այրոպորտով բանով փագել էր։ Այսօր Արցախը բանձիկով հանձնի, մարդիկ ասում են, ախպեր դե մերը չի էլ եղել, էլի, բա ումն է եղել, ախպեր, որ հիմի մտածում եք, ասում եք մերը չի եղել, բա ումն է եղել, եթե հայն ասում մերը չի եղել, բայց այսօր ադրբեջանցին կամ թուրքին չասելու, բայց եկեղեցիները ումն ալ է, վաղ ասելու եք այս եկեղեցին որ կա Էշմիածինի, ամար տես էլ մերը չի, այս էլ ալբանական, Էս էլ մերը չի, իմ տունն էլ իմ տունը չի, իմ կնիկն էլ իմ կնիկը չի, երեխեն էլ երեխին չի, այդ ես մտածելակերպով
ասում են, արա ջան, իրանք են իրանք բերանով ասում։ Գցենք նույնը նոր այն որ խոսացի Գագիկ այդ Գագո Մելքոնյանի մասին, բոզի տղա, որ գեներալ ադար Արցախի պատերազմի համար։ Ու այսօր ասում Արցախը մերը չի։ Ոչ մեկ չի ասում, արա բոզի տղա, գոնե հանի է ուսադիրն է, տար ասա ես հրաժարվում եմ գեներալությունից։ Նույնը ինչ էր դրա անունը այն Սրբապիղծը, որ ես քանի օր էլ մատ հիշեք Աղազարյան, հա, Հովիկ Աղազարյան, այն քաչալ բիձա բոզի տղեն, սատանիստը, բոզի տղա, կանգնում ես, ախր լրագրող չէ, միկրոֆոնը սա տար գլխիդ, ու ասել իստից փախի բոզի տղա, ասում է Հիսուս Քրիստոսը գլուխը պատով է տվել կամ ես իմ ինչ ասե, որ Նիկոլ Փաշինյանից ավելի կամ որևէ մի բան։ Ու դուք պատկերացնում եք, սա падգամավոր է, սա այս պիղծ բոզի տղեն անհավատ ու սրան տվել ենք մենք падգամավոր։ Ու սրա նմանը ղեկավարում է քրիստոնյա երկրում, լուրջ եք ասում։ Եթե նրա մեջ չկա քրիստոնեական արժեք, ապա ինչ տարբերություն այդ բոզի տղուն այսօր Ալիևը կնստի Երևանի ցենտրում, թե գցենք Ալի Բաբան։